Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, մաղթում եմ ձեզ լավ օր, սիրով ու ջերմությամբ պարուրված օր, որտեղ դուք եք, այնտեղ սերն է, սիրելիներս, այնտեղ բարին է, թող ձեր ընտանիքներից անպակաս լինի Աստծո լույսը եւ օրհնությունները, իմ հարազատներ ջան, սիրելիներս, որքան էի կարոտել այս պահը, եւ դուրս էի գալիս պատշգամբ, սիրով բարևում ձեզ եւ ներկայացնում եղանակի տեսությունը։ Այսօր էլ նույնը ներկայացնում եմ եղանակի տեսությունը +4 է լավ անուշ եղանակ, ընտիր եղանակ է հարգելիներս։ Ես չեմ հուսահատվում, սիրելիներս, ես ավելի ամրապնդվեցի, ավելի ուժեղացա եւ ձեզ հետ միասին երկար ճանապարհ ենք անցնելու, խնդրում եմ նորից կրկին անգամ բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ կոճակը, լայքեք, որպիսի տեսահոլովակը ավելի տարածվի, մենք դեռ երկար անելիքներ ունենք իմ լավ ընկերներ ձեզ հետ միասին, իսկ հիմա գնանք խոհանոց, այսօր ուզում եմ պատրաստել թթու, տարաների մեջ, 2 տարա ուզում եմ պատրաստել թթու, կաղամբով, գյազարով եւ կարմիր բազուկով, գնացինք միասին հարազատներ, սիրելիներս, պատշգամբից եկա խոհանոց, այսօր որոշել եմ պատրաստել թթու, ամեն օրվա համար, 1 օրում պատրաստեմ, ունենք տարաներով թթուներ, վարունգի, լոլիկի, խառը, բայց այս թթուն շատ հավանում ենք, շատ համեղ է ստացվում, թթվի բաղադրիչներն են, մանր կտրատել եմ կաղամբ, կարմիր բազուկ, գյազար, սխտոր, մի քանի հատիկ կլոր պղպեղ պետք է լցնեմ, շաքարավազ եւ աղ, հիմա ջուրը դրել եմ եռալու, ամեն լիտրի համար ինձ հարկավոր է 1 լիտր ջրին 2 ճաշի գթալ աղ եմ լցնելու, 4 ճաշի գթալ շաքարավազ, մի 6-ից 8 հատիկ կլոր սև պղպեղ եւ 100 գրամ 9%-անոց քացախ, մինչ ջուրը կեռա, ես 3 լիտրով եմ պատրաստելու, սիրելիներս, այս պահին օգնության կգա ինձ, կօգնի հարսս, որովհետև ձեռքերս դժվար են մտնում տարայի մեջ, կշարի հարսս եւ մինչ ջուրը կեռա։ Հիմա բոլոր բաղադրիչները հարսս գեղեցիկ կշարի տարայի մեջ, բազուկ, կաղամբը, գյազարը եւ սխտորը, գյազարը եւ կարմիր բազուկը գաթայի գեղեցիկ դանակով եմ կտրտել, որպեսզի մի քիչ գեղեցիկ լինի ու զորով լինի, շատ համեղ թթու է ստացվում, ոչ թթու է, ոչ քաղցր է, մի յուրահատուկ համ է ստանում, ասեմ, որ շատ գազ ոնց որ հավաքի իր մեջ, շատ համեղ է, մի խոսքով պատրաստվեք, դուք կհամոզվեք, որ իրոք համեղ է, դափն ու տերև չեմ դնում, միայն կլոր սև պղպեղ եմ օգտագործում ու սխտոր, բոլոր տեսակի թթուներից տարաներով ունեմ փակած, բայց այս թթուն ամուսինս շատ է սիրում, խառը թթուներ, վարունգ, լոլիկ առանձին փակած, բամյա, լոբի, բոլոր տեսակի բանջարեղեններից էլ այս տարի շատ պատրաստել ենք, բացում ենք, օգտագործում ենք, ուտում ենք, բայց այս թթուն մի տեսակ ուրիշ համ ունի եւ շուտ է պատրաստվում, 1 օրվա ընթացքում լինում է, կարմիր, գեղեցիկ, համեղ թթու է, հիմա բոլորը կշարի, մինչև ջուրը կեռա, սիրելիներս, ձայնից համար ներող կլինեք, մի քիչ հիվանդ եմ, արդեն լավացել եմ ճիշտ է, բայց դեռ լրիվ չեմ ապաքինվել, կներեք ձայնից համար, ահա շարեց, վերջացրեց, այս մի տարան, խնդրեմ, դուք ինչպես կարող եք, այնպես էլ կտրտեք, ես մի քիչ մանր կտրտեցի, որպեսզի տարաների մեջ հեշտ մտնի եւ հեշտ դուրս գա, 3 լիտր եմ պատրաստել ջուրը, հարգելիներս,
թող ավելանա, չպակասի, որպիսի ջուրը լցնում ես, կաղամբը ջուրը վերցնում է, կիսատվում է, ես կավելացնեմ այդ աղա ջուրը, որ մնա, որպիսի կաղամբը ջրի մեջ լինի, ոչ թե դրսում, թող ջրով պատված լինի կաղամբը, խնդրեմ, արդեն կամաց այս մի տարան վերջացրեց, հարցս, որի համար շնորհակալությունս եմ հայտնում, մերսի շատ, Աստված քեզ շատ օրհնի, սա կվերջացնի, մյուսն էլ կշարի, իսկ մնացած գործողությունները արդեն ես ինքս կկատարեմ։ Սա արդեն լավ ջուրը եռում է, ջրի մեջ լցնում եմ, ամեն լիտրին 2 ճաշիկ գթալ աղ, ինձ մոտ 3 լիտր է, լցնելու եմ 6 ճաշիկ գթալ, 1, 2, 3, 4, 5, սա էլ 6, լցնելու եմ ամեն լիտրին 4 ճաշիկ գթալ շաքարավազ, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, սա էլ 12, ինձ մոտ 3 լիտր է, շաքարավազը ամեն լիտրին 4 կթալ, 12 կթալ լցրեցին, հիմա կավելացնեմ մի քանի հատիկ սև կլոր պղպեղ ջրի մեջ, մի 20 հատիկ 4 լիտր, 3 լիտրին բավական է, ու լավ կխառնեմ, որ շաքարավազը և աղը լուծվի ջրի մեջ, ջուրը կեռա, ես կավելացնեմ 100 գրամ, ամեն մի տարայի, 3 կիլանոց տարայի համար 100 գրամ սովորական 9%-անոց քացախ, սա էլ երկրորդի համար, քացախն էլ լցրեցիմ, հիմա պետք է եռման ջուրը, բլբլթան, դեռ չի եռում, ջուրը արդեն լավ եռում է, անջատում եմ, հիմա կլցնեմ արդեն կաղամբի, գյազարի և բազուկի վրա, խնդրեմ, դուք էլ պատրաստեք, հարգելիները շատ համեղ է լինում, մի օրվա ընթացքում արդեն հաջորդ օրը կարող եք ուտել, չափսերն էլ շատ համեղ է ստացվում այս բաղադրա տոմսով, ես մի քիչ ջուրը ավել եմ վերցրել, 3 լիտր եմ վերցրել, որպիսի ավելի լավ է ավելանա, քանց թե ջուրը պակասի, խնդրեմ, սա մեկ, սա երկրորդ տարան, մի թեթև կավելանա, շատ չի ավելանալու ջուրը, կթողնեմ այնքան, մի քիչ սառի, լռի, նոր վաղը կդնեմ սառնարանը, արդեն կարող ենք վաղը ուտել, կմատուցեմ ճաշի հետ, մի փոքր ավելացավ, սա էլ կպահեմ, որովհետև աստիճանաբար կնստի, ջուրը կավելացնեմ, որպիսի լրիվ ծածկվի, հիմա բերանը կփակեմ կապրոնի կրիչկայով, այսպես, կթողնեմ մինչև վերջ, մինչև սառի, նոր կդնեմ սառնարանը, աղամբի թթուն պատրաստեցի, վերջացրեցի, հիմա ուզում եմ խորովել
Թարմը սմբուկներ գազօջախի վրա, գազօջախը վառել եմ, դրել եմ այսպիսի ցանց, ճիշտն ասած, խորովելուց այդքան փչացել է, հարգելիներս չունեմ, նորը պետք է գնենք, այսպիսի ցանցի վրա եմ դնում, խորովեմ, ուզում եմ յուղով արդար։ Հարգելիներս, մինչև գազօջախի վրա խորովեցի սմբուկները, ասի տեսնեմ կաղամբը ջուրը իջել է, թե չէ, որպեսզի ավելացնեմ։ Տեսնում եք, բավականին իջել է, արդեն գույնը կարմրել է, հիմա կբերեմ, ջուր կավելացնեմ։ Եռման ջրից պահել եմ, տեսակ, որ մի քիչ ավելացել է, ավել էի բռնել, հիմա կավելացնեմ տարաների վրա։ Այստեղ էլ օրը սկսել եմ սիրելիներիս մաքրություն անելով, բազմոցի շորերն եմ լվացել, տեսնում եք, այնտեղ մեքենան է աշխատում, այստեղ սպիտակեղենն եմ լվացել, սիրուն, խնդրեմ, գործ կա անելու, առավոտը լույսը բացվում է, անում ես, վերջ չունի գործը, հարգելիներս։ Մեքենան էլ էստեղ է աշխատում, լվացք եմ անում, ներող կլինեք ձայնի համար, հարգելի սիրելիներս, տեսնում եք, գազօջախի վրա խորովելով սմբուկները կեղտոտվեց շատ, միջի սոկը դուրս է եկել, սա գազը կեղտոտվել է, ես չեմ մաքրում, կտապակեմ սմբուկները յուղի մեջ, հետո նոր ընդհանուր կմաքրեմ և ձեզ ցույց կտամ, թե ոնց եմ մաքրում, այս մի աչքի վրա կվառեմ դանդաղ, կդնեմ յուղը, տեսեք մաքուր հալած յուղ է, մաքուր, թող հալվի, տեսնում եք ինչ դեղին հավեսին յուղ է, մաքուր արդար յուղ, որ կարագով վեփում ես, չէ, հալվում է, կարակ կա, որ թանի պես, կաթի պես է դուրս տալիս, կարակ կա, որ ջուր է մի կողմից դուրս տալիս, իսկ յուղը չէ, արդար, մաքուր, անարատ, հալած յուղ։ Հիմա ես այս սմբուկները կիսել եմ, բաժանել եմ երկու մասի, էլ չեմ շատ մանրացնում, խնդրեմ։ Մի քիչ աղ կանեմ յուղի մեջ, չնայած աղ կա, բայց թող դաղվի աղը շատ քիչ, խնդրեմ։ Եվ կավելացնեմ արդեն սմբուկները։ Ջրային մասը չեմ լցնի, ըստ ցանկության դուք կարող եք սոխառատով պատրաստել, ամեն մարդ իր ընտանիքի համար է պատրաստում և գիտի իր ընտանիքի անդամներ ինչպես է սիրում, այսպես է սիրում որդիս, մի քիչ ցածրացնեմ, մի փոքր էլ աղ անեմ, շատ քիչ, յուղի մեջ էլ կա և յուղն էլ աղեցի։ Չխառնեմ, որպեսզի չլխկվի։ 5 րոպե։ Մի 5 րոպե անցել է արդեն, բացեմ։ Տեսեք, յուղը շատ, իրոք սմբուկը յուղ շատ է սիրում, ասեք այո, շատ գեղեցիկ, տեսնում եք, ոչ սև, ոչ մուգ, էլ ձեռք չեմ տա, խնդրեմ պատրաստ է, տապակած սմբուկը, յուղով միայն, արդար մաքուր յուղով, դե պատրաստեցի սիրով հոգի դրեցի իմ ընտանիքի անդամների համար, ցույց տվեցի ձեզ համար սիրելիներս, իմ լավ բարեկամներ ջան, հիմա անջատեմ, անցնեմ գազօջախի և խոհանոցի մաքրությանը։
Հիմա սրանք էլ կվերցնեմ, սետկան վերցրել եմ, դեռ տաք է, կվերցնեմ։ Ոյ, շատ տաք է։ Կօգտագործեմ այս ազելիտը, սա ռեկլամ չէ, սիրելիներս, ուղղակի կիսվում եմ ձեզ հետ, թե ինչով եմ մաքրելու։ Այսպես կփչեմ։ Տեսնում եք, արդեն նույն վայրկյանին մաքրում է։ Ահա, թող մի քիչ մնա։ Րոպե մնա, մինչև սրանք էլ կլվանամ, կմաքրեմ, այսպես սիրուն, մաքուր։ Հիմա լվանամ, հիմա սկսում եմ մաքրել։ Տեսեք, ինչ լավ հավաքում է։ Տեսնում եք։ Լրիվ։ Այսպես մի հատ լվանամ, մաքուր, սիրուն։ Հոսող ջրի տակ։ Այսպես մաքուր մաքրվում է, մի վայրկյանում, մի քիչ որ մնում է, հեշտ է մաքրվում։ Մի հատ խնդրեմ, առաջներում այդպիսի հեղուկներ չկար, երազանք էր, պաստաներից մեջ տա էր, ուրիշ ոչինչ չկար, իսկ հիմա ինչ տեսակ ուզեք, ինչ ուզեք, հեղուկից բռնած, ամեն ինչ էլ կա։ Մի հատ էլ լվանամ, ահա եւ վերջ սիրելիներս, տեսեք ինչպես է փայլում գազը, ոչ մի նշուլ չմնաց սմբուկի հյութից սիրելիներս, ամեն անգամ հեղուկները մեզ օգնության են հասնում, սա էլ իմ պատրաստած սմբուկը, խնդրեմ։ Հիմա մի քիչ էլ լավ կպատրաստեմ առանց ձեզ կադրից դուրս, կմատուցեմ թթույով, կոմպոտով, իմ լավ բարեկամներ ջան, սիրելիներս, հիշում եք այս ծաղկեփունջը, որ Հայաստանից հարսից ինձ նվեր էր բերել, դեռ մի փոքր պահպանվել է, ճիշտ է, քիչ-քիչ փչանում է, արանքներից հանում եմ, բայց դեռ մնացել է շատ գեղեցիկ և գունեղ, այս գեղեցիկ և գունեղ ծաղկեփնջով էլ ավարտում եմ այսօրվա իմ տեսահոլովակը, մաղթում եմ ձեզ ուրախ, լավ տրամադրություն, սիրելիներս, մնացեք լավ, առողջ եղեք և միշտ օրհնեք Աստծուն, ցտեսություն, մինչ նոր տեսահոլովակ, պակա-պակա։